Երկու օր առաջ պաշտոնին հրաժեշտ տվեց Արամ Հովհաննիսյանը, ոստիկանապետ, ներքին գործերի նախարարի տեղակալ։ Արամ Հովհաննիսյանը գնաց միանալու ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանին, Արգիշտի Քյարամյանին, Սասուն Խաչատրյանին եւ հերթական օրինակը դարձավ այն պաշտոնյաների, այն ուժային կառույցների ղեկավարների, որոնք Հայաստանի Հանրապետությունում ծառայեցին ոչ թե Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ անձնապես Նիկոլ Փաշինյանին եւ հերթական անգամ դարձավ այն օրինակը, ինչպես ազգային ժողովում լսումների ժամանակ եմ ասել, այդ պաշտոնյաներին պրոպկի պես ամեն օր հանելու են։ Հիմա հարցը հետեւյալն է, հարցնում եմ որպես պաշտպանության անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ։ Ինչ պատճառով է աշխատանքի ծառայությունից ազատվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանապետ գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, վստահ եմ դուք որպես նախարար տեղյակ կլինեք եւ պարտավոր եք հանձնաժողովի անդամներին նաեւ տեղեկացնել պատճառը, արդյոք ճիշտ են մամուլում եղած են տեղեկությունները, որ խնդիրը վերաբերվել է մամուլում եղած տեղեկություններին վարորդական վկայականների հետ կապված եւ նաեւ կուզեմ անդրադառնալ աննախադեպ մի դեպքի, որ երեք երբ որ ներկայացվել է ոստիկանությանը նոր նշանակված ոստիկանապետ պարոն Ղազարյանը, Արամ Հովհաննիսյանը անգամ դրան ներկա չէր, այդքան նեղացել են, որ այդքան ծառայեց, այդքան բռնություն կիրառեց քաղաքացիների նկատմամբ անցնող տարիներին։ Մի դեպքը մինչև հիմա Սարսուռով եմ հիշում Դեմիրճան փողոցում մի հատ 30 մետրանոց պատ կար, երբ որ ցուցարարին մտցնում էին ոստիկանների մեջ, քացով ծեծելով հասցնում էին մինչև ոստիկանական մեքենա։ Տասնյակ հարյուրավոր քաղաքացիներ այդ օրը ծեծի ենթարկվեցին, բռնության ենթարկվեցին, հղվեցին Արամ Հովհաննիսյանի անմիջական ցուցումով։ Թույլ տվեք չհամաձայնել այն դիտարկման հետ, որ Հայաստանի Հանրապետությունում կա որևէ պաշտոնատար անձ, որը ծառայում է անձին, այլ ոչ օրենքին եւ կոնկրետ պաշտոնից բխող լիազորություններից բխող գործողություններ է կատարում։ Սա առաջինը։ Եվ ոստիկանության պետը, որը նաև համատեղում է իմ տեղակալի պաշտոնը, այդ պաշտոնատար անձանցից մեկն է, որը որ կատարում է իր պաշտոնից բխող հստակ գործառույթներ։ Ցանկացած դեպքում, եթե պաշտոնատար անձը կատարում է որևէ խախտում կամ, չգիտեմ, կա առերևույթ որևէ խախտման հանգամանք, որը կարող է մտահոգության տեղիք տալ, դա պիտի քննարկվի իրավաչափ պրոցեսի շրջանակներում, որը որ կարող է լինել վարչական վարույթը, կարող է լինել կարգապահական պատասխանատվության սխեման եւ կարող է լինել քրեական վարույթը առհասարակ։ Հիմա ինչ վերաբերում է պարոն Հովհաննիսյանին։ Ասեմ, որ ներքին գործերի նախարարությունում իմ նշանակումից հետո կադրային տարբեր փոփոխություններ են եղել եւ կարծում եմ կադրային փոփոխությունները շատ բնական են եւ որևէ արհեստական բան կադրային փոփոխությունների մեջ չկա։ Եվ կադրային փոփոխությունները գալիս են ինչ որտեղ նաեւ օգնելու, որ մենք նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք, որոնց որ տարիներ շարունակ կարող ենք մեկ այլ հայացքով նայել բնականորեն։ Եվ ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակներում է, որ կարիք կար ունենալու կադրային փոփոխություն, որը որ կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումները ել ավելի թարմ աչքով նայելու, ել ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու եւ գնալու առաջ։ Սա է եղել բացառապես պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը, պետք չի փնտրել ինտրիգներ, պետք չի փնտրել միջանձնային տարբեր հարցեր, պետք չի փնտրել այլ հիմնավորումներ, որոնք որ կարող էին ձեր պատկերացմամբ լինել պաշտոնից ազատման հիմքում։ Ցանկացած անձ հավերժ չէ, որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ եւ մի օր կարող է նշանակվել եւ հետագայում կարող է ազատվել տվյալ պաշտոնից կամ ազատվելուց հետո կարող է զբաղեցնել մեկ այլ պաշտոն։ Սա առաջինը եւ նորից անդրադառնալով մամուլի տեղեկություններին վստահաբար ես տեղյակ եմ, թե մամուլում ինչպիսի տեղեկություններ, ինչպիսի հիմնավորումներ են շրջանառվում, դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Հիմնավորումը ես արդեն իսկ նշեցի, որ պայմանավորված է բացառապես պրոցեսները ել ավելի նոր եղանակով կազմակերպելու եւ ես այս տրամաբանության մեջ եմ նաեւ առաջարկել վարչապետին նշանակել իմ տեղակալի ոստիկանության պետի պաշտոնում արդեն նորանշանակ ոստիկանության պետին, որը եղել է համակարգի մաս, որը ժամանակ հետո
վերադառնում է համակարգ եւ կարծում եմ վերադարձը դեպի համակարգ ոստիկանության բարեփոխումների ինտենսիվ իրականացման փուլում թույլ կտա հենց իմ նշած մոտեցումը իրականացնելու եւ ես նաեւ միջոցառման շրջանակներում դրան էլ անդրադարձա երեք, երբ որ պաշտոնապես ներկայացնում էի նաեւ նորանշանակ ոստիկանապետին, պարոն Հովհաննիսյանին բնականաբար եղել է պատշաճ կերպով ծանուցում միջոցառման իրականացման մասով։ Մենք հրավիրել ենք պարոն Հովհաննիսյանին մասնակցելու միջոցառմանը, բայց հարգելի պատճառով պարոն Հովհաննիսյանը իր փոխանցմամբ չի կարողացել մասնակցել այս ներկայացմանը, բայց ես կրկին թե պարոն Հովհաննիսյանի հետ կոմունիկացիայի շրջանակներում եւ թե նաեւ նորանշանակ պետի ներկայացման ժամանակ հստակ իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Հովհաննիսյանին 30 տարուց ավելի ոստիկանության համակարգում աշխատանքի համար, ներդրած ավանդի համար, որը որ միայն բարձր գնահատականի է արժանի եւ չներկայանալը կարծում եմ նորից ինչ որ մանիպուլատիվ հիմնավորումների տեղ է տալիս, որը որ որևէ հիմնավորում որպես այդպեսին չունի, նշեցի արդեն իսկ